Դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, նա պարբերաբար հրապարակումներ է անում նաև իրենց նկարահանման հրապարակից։ Ռոզա Դավթյանը արդեն մի քանի ամիս է նկարահանվում է «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Հեռուստասերիալը բավականին սիրված է, իսկ այնտեղ ներառված դերասանները մեծ հետաքրքրություն են առաջացնում հեռուստադիտողների շրջանում։ Երեկ դերասանուհին կադրեր էր հրապարակել նկարահանման հրապարակից, որտեղ դերասանուհին իր մայրիկի Իրինա Հարությունյանի հետ էր։ Ավելի ուշ Ռոզա Դավթյանը հրապարակում է արել, նշելով, որ իր երկրորդ մայրը եկել է առաջին մայրիկի մոտ վարսերը հարդարելու։ Գաղտնիք չէ, որ Ռոզա Դավթյանի մայրիկը մասնագիտությամբ վարսահարդար է, և դերասանուհի Իրինա Հարությունյանն էլ եկել էր Ռոզա Դավթյանի մայրիկի մոտ վարսերը հարդարելու։ Նշենք նաև, որ այս օրերի ամենաշատ դիտվող հեռուստասերիալներից մեկը «Վերջին զանգն» է։ Երկրպագուները շատ հաճախ այնքան են տարվում հեռուստասերիալով, որ երբեմն հարցեր են հղում արդյոք Ռոզա Դավթյանի ամուսինը կամ նրա խաղընկերոջ Լևոն Մկրտչյանի կինը չեն խանդում նրանց, երբ տեսնում են, թե ինչպես են միասին կադրերով նկարահանվում հեռուստասերիալի համար, սակայն և Ռոզան, և Լևոնը շատ հաճախ նշել են, որ իրենց կողակիցները հասկանում են, որ դա իրենց աշխատանքն է, դա պարզապես հեռուստասերիալ է և այդ ամենին չեն վերաբերում լուրջ, նրանք վստահում են իրենց կողակիցներին։ Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից։ Այդ օրից ի վեր վերջինս սիրված է հանրության կողմից, նրա յուրաքանչյուր հրապարակում, անձնական կյանքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն հետաքրքրում է հետևորդներին և նրա երկրպագուներին։ Ընդամենը մի քանի ամիս առաջ դերասանուհի Ռոզա Դավթյանը ամուսնացավ։ Նրա հարսանեկան կադրերը ողողվել էին ողջ համացանցով մեկ։ Դերասանուհու ընտրյալը ռուսաստանցի գործարար է։ Զույգի պսակադրությունը տեղի ունեցավ Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դերասանուհին ցանկացել էր, որ հարսանիքի օրը լինի լուսահոգի հայրիկի ծննդյան օրը։ Նրան եկեղեցի էր ուղեկցել հորեղբայրը։ Հայտնիները իհարկե այսօր ևս ներկա էին, հյուրերի շարքում էին սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն ու դերասանուհիներ Եվա Բաղդասարյանն ու Դիանա Տորեսը։ Նրանք հարսանեկան արարողությունից կադրեր էին հրապարակել ինստագրամյան հարթակում։ Դե իսկ հարսանիքից առաջ Ռոզա Դավթյանը ինստագրամյան իր էջում Bride to be արարողությունից լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել։ Դերասանուհին նշանադրվել էր 2024 թվականի հոկտեմբեր ամսին։ Նախքան այդ նա երբևէ չէր ակնարկել, որ իր սիրտը զբաղված է։ Այսօր դերասանուհին նոր ֆոտոշարքով է հանդես եկել, որտեղ բավականին գեղեցիկ տեսք ունի, բաց կապույտ զգեստը նրան շատ է սազում։ Հրապարակմանը կից դերասանուհին խորհրդավոր գրառում է թողել. «Մեզ սիրել ստիպում է մենակությունը և միևնույն ժամանակ սովորեցնում ատել անմնացորդ։ Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել. սեր։ Սիրել բոլորին, հասկացա, որ ուրիշը ես եմ, և սիրել պետք է նրան, և ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը»։ Դերասանուհին իր լուսանկարներին կից թողել է Սոկրատեսի խոսքերը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ համացանցում ակտիվորեն տարածվում էր Ռոզա Դավթյանի և նրա սիրելիի գեղեցիկ բնակարանի կադրերը։ Այս բնակարանը նոր է։ Զույգը ամուսնությունից հետո տեղափոխվել է այնտեղ։ Համացանցի օգտատերերից շատերն էին նշում, որ զույգն ապրում է բավականին շքեղ և յուրօրինակ բնակարանում։ Նշենք նաև, որ Ռոզա Դավթյանն ու նրա սիրելին, ինչպես նաև Լևոն Մկրտչյանն ու սիրելին ամուսնացան նույն շրջանում, ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ։ Նրանք յուրաքանչյուրն էլ հարսանիքից հետո չմեկնեցին Մեղրամսի, շարունակեցին աշխատել և միայն մի քանի ամիս անց նրանք երկուսով միաժամանակ իրենց սիրելիների հետ մեկնեցին Մեղրամսի։ Նշենք նաև, որ մինչ օրս համացանցում ակտիվորեն տարածվում են Ռոզա Դավթյանի հարսանեկան կադրերը։ Ռոզան բավականին գեղեցիկ տեսք ուներ։ Նա ընտրել էր նուրբ վարսահարդարում և նուրբ դիմահարդարում։ Նրա զգեստը ևս յուրօրինակ էր, առանց ավելորդ ճոխությունների։ Առանձնացրել ենք Ռոզա Դավթյանի հարսանիքից մի քանի կադրեր և ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը։